Մենք ուղիղ եթերում ենք, ձեր կարծիքով, եթե սպարապետ Վազգեն Սարգսյանը այսօր ողջ լիներ եւ տեսներ այն ամենը, ինչի մեջով անցնում է հայ ժողովուրդը, օրվա իշխանությունների հետ ինչպես կվարվի։ Բնականաբար, գիտեք ինչ կա, 90 թվականներից երբ որ բանակը ստեղծվեց, ասենք ջոկատներով, Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ, Լեոնիդ Ազգազյանի գլխավորությամբ ջոկատները ստեղծվեցին ու Ռազմիկ Վասիլյան, sense բոլոր ինտեգրան մեծի տղաները Արմենակյանը կամանց ջոկատներով բանակ ստեղծեցին։ Վազգեն Սարգսյանի ներդրումը շատ մեծ էր այդ բանակ ստեղծման գործում, մանավանդ որ ասենք կադրավոյ սպաներին Ռուսաստանից, տարբեր տեղերից եկան, ընդգրկվեցին բանակաստեղծմանը եւ ունեցանք իրոք լավ բանակ ունեցանք, վատ չէր, բայց նաեւ պետք է շեշտեմ, որ պատկերացրեք այս ռուսական կայսրության ներքո, այդ կակեբայական այդ ճնշումների ներքո ստեղծվեց հայկական բանակ։ Վազգեն Սարգսյանը լիներ, ասենք, վարչապետ էր, Վազգեն Սարգսյանը հասկացավ, որ Հայաստանը տանում են կործանման, որտեվ Վազգեն Սարգսյանը մենակ շատ քիչ էր, որպես հայրենասեր, որպես պետության ղեկավար, վարչապետ, հասկանում եք, ասենք իր կողքերը բոլորը թալանում, գողանում, քանդում էին, շատ դժվար էր, երբ որ հասկացավ, որ պետքա մոտեցումը փոխի, արդեն խստացնի իր կողքի կառավարիչները բոլորը հասկացան, որ Վազգենն ուզում է իրոք լուրջ պետություն ստեղծի, տնտեսությամբ հզոր, բանակը հզոր, թալանը վերացնի, դրա համար սպանեցին Վազգեն Սարգսյանին, ազգային ժողով մտան սպանեցին, մեր հայոց պետականությունը ոչնչացրեցին հոկտեմբերի 27-ին։ Հիմա այսօր Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Հայաստանի իրական Հայաստանը դա 29750 այդ քառակուսի կիլոմետր տարածքն է։ Դուք այդպես համարում եք, որ Արցախը համարում եք ձեզ հայրենի։ Ուրեմն Արցախը Հայաստան է, միանշանակ։ Արաքս գետից այն կողմել է Հայաստան, որը որ թուրքերը եկել են, ցեղասպանություն են կատարել, գրավել են ուժով։ Պետք է հայ ժողովուրդը ամեն ինչ անի այդ կորցրած տարածքները հետ բերենք։ Դա միջազգային օրենքներով կլինի, թե հետագայում ուժով կլինի, ես չգիտեմ, բայց իմ միակ ցանկությունն է, որ տեսնեմ Հայաստանը հզոր, անվտանգ եւ քաղաքակիրթ աշխարհի հետ որպես դաշնակիցներ։ Մենք ուրիշ տարբերակ չունենք։ Մեզ թուրքերը, ադրբեջանցիները ուզում են ոչնչացնեն։ Ես բազմիցս ասել եմ եւս մեկ անգամ կրկնում եմ։ Ես որպես հայ մարդ իմ ապրելակերպն եմ նայում ոնց եմ ապրում, ինչ եմ անում հայրենիքիս համար, ընտանիքիս համար, ընդհանուր հայ ազգի անվտանգության համար։ Ուրեմն դրանք ոչ մեկը հայ չեն։ Սկզբից ասեմ, Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժիկ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան հայ չեն դրանք, մեր երկիրը տանում են, ինչի մասին է խոսքը։ Ես չեմ տեսնում, որ բանակը հզորացնեն, չեմ տեսնում տնտեսությունը հզորացնեն, չեմ տեսնում, որ ժողովուրդը լավ ապրում է, դա սա հատուկ է արվում։ Իրան ժամանակ արդեն երևի 2 միլիոն հայ մարդ է Հայաստանը լքե, որ պետք է չլքեին, Հայաստանը, ասենք, շատ տարածքներ կա ամայի, որը որ չի մշակվում գյուղատնտեսության կողմից, որովհետև աջակցություն չկա պետության կողմից, շատ քիչ է, չնչին է, այսինքն անտեսանելի է, բայց ձև են տալիս, որ օգնում են։ Այսքանը կասեմ, ինչ ասեմ։ Շնորհակալություն։ Խնդրեմ։